Շնորհակալ ենք պարոն Քոչարյան մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, այսօր միայն երկրում մասսայաբար խուզարկություններ են եղել գրեթե 50 հասցեներով, կան ձերբակալվածներ, դեռևս հստակ պատճառը չի նշվում, թե ինչու են նման գործողություններ տեղի ունենում։ Որոշ շրջանակներ ասում են, որ սա հիմնականում ԿՊ-ն անում է ժողովրդի ուշադրությունը շեղելու աշխարհաքաղաքական կարևոր վիճակից, ինչպես նաև սա ԿՊ-ի վախերն են։ Դուք ինչ կարծիք ունեք, ինչու են հենց այս փուլում, երբ ընտրություններին մնացել են ընդամենը 2-3 օր, ԿՊ-ն գործի դնում ամբողջ իրավական համակարգը, որպեսզի խուզարկություններ իրականացնի։ Ես կարծում եմ ավելի համամիտ եմ երկրորդ տարբերակի հետ, հատկապես վերջին օրերի տարբեր տեղեկատվական, թե արտահոսքեր, թե տվյալներ խոսում են նրա մասին, որ այնուամենայնիվ պայքարը բավականին թեժ է, այնպես չի, որ ինչպես իրենք են ասում իշխանությունները, որ իրենք հեշտությամբ հաղթելու են եւ այլն, իսկ կարծում եմ ուժեղ Հայաստանի երեկվա այդ հանրահավաքը վերջին կաթիլն էր, որը ստիպեց իշխանություններին արդեն գործի դնել մամլիչ ապարատ, այսպես ասած։ Տեսեք, իշխանությանը մոտ կանգնած, այսպես ասած, աղբյուրները վկայում էին, խոսեցինք ուժեղ Հայաստանի հանրահավաքի մասին, ընդդիմության 3 այդպես ասած կարևոր կուսակցությունները, այն կարևոր ուժերը, որոնք շանս ունեն ըստ փորձագետների անցնել խորհրդարան, իրենք արդեն իսկ իրենց հանրահավաքները արել են, այսօր էլ ԲՀԿ-ն է անելու վերջին եզրափակիչ հանրահավաքը, օրինակ այդ մարդկանց տեսնելով, այդ տրամադրությունները տեսնելով, դա է ճիշտ ենք հասկանում, որ ստիպում է իշխանությունների նման քայլերի գնալ։ Տեսեք, մինչև ես նկատի ունեմ նախընտրական պայքարի սկզբում, երբ Նիկոլ Փաշինյանը հիմնականում ավելի շատ մարզեր էր գնում, այդ ժամանակ կարծում եմ իշխանության տրամադրությունը բարձր էր։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ իշխանությունը սկսեց իր քարոզարշավը Երևանում, Գյումրիում, այսինքն մեծ քաղաքներում։ Դրանից հետո կարծեք թե շատ բան փոխվեց, թե ընդհանուր հասարակության տրամադրությունների մեջ, թե հատկապես իշխանական հատվածի տրամադրությունների մեջ։ Եվ հենց այդ պահից սկսած, եթե հիշում եք, սկսվեցին այդ փողոցային արտահայտություններ, սկսվեցին բռնոցիներ, վախի մթնոլորտ սերմանել եւ այլն, գնալով դա ավելացավ։ Ասում եմ, երեկվա հանրահավաքը դա կարծեք վերջի կաթիլը լիներ, դրա համար այսօր այդ մասսայաբար մտել են մարդիկ են կալանավորել, խուզարկություններ են արել եւ այլն։ Տեսեք, իշխանությունները բազմիցս խոսում են հիբրիդային սպառնալիքների մասին, բայց այսօր ականատես եղանք նրան, որ Եվրամիությունը շատ հստակ, բաց ընտրություններից ընդամենը 2-3 օր առաջ աջակցում է Փաշինյանին, մի բան էլ 50 միլիոն եվրո գումար է ուղարկում։ Հիմա ինչ ենք հասկանում, օրինակ դիցուկ վերցնենք մի օրինակ, երբ որ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով աջակցեին ընդդիմադիր որևէ գործչի, ինչպիսին կլիներ արձագանքը, կարծում եմ բոլորիս համար էլ գաղտնիք չի, կամ կարող ենք պատկերացնել, թե ինչ միջոցներ կկիրառվեր։ Ինչու է իշխանությունը, երբ որ հարցը իրենն է, շատ նորմալ ընդունում այդ ամենը։ Տեսեք, այսօր գոնե վերջին 1-2 տարին, իրականում շատ ավելի շատ, բայց վերջին 1-2 տարին այնքան ցայտուն է երևում, որ աշխարհն ապրում է մարտեր առանց կանոնների սկզբունքով։ Օրինակ, չգիտեմ, Վենեսուելայում կարող է որոշեն, որ պետք է նախագահին պարզապես գիշերը տնից փախցնեն։ Ինչ որ մեկը պետք է որոշի, որ, չգիտեմ, ասենք, Լիբանանում այս ինչը չպետք է ապրի, այն ինչը պետք է ապրի։ Ինչ որ մեկը պետք է որոշի, որ Գրենլանդիան ոչ թե Դանիայինն է, այլ Միացյալ Նահանգներինն է։ Ես օրինակ չեմ բացառում, որ այս խաղի կանոնների պայմաններում, օրինակ, դիցուկ ընդդիմությունը հավաքական հաղթում է եւ Եվրոպան հայտարարում է, որ չի ճանաչում ընտրությունները։ Նույն կերպ, նույն այդ խաղի կանոնների շրջանակներում չեմ բացառում, որ օրինակ Ռուսաստանն էլ որոշում է,
որ եթե Միացյալ Նահանգներին կարելի է որոշել, թե ով է Վենեսուելայում կառավարելու, ինքն էլ որոշելու է, թե ով է Հայաստանում կառավարելու։ Այսինքն ես ոչինչ այսօր չեմ բացառում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ հունիսի 8-ին մենք մի իրականության ենք բախվելու ցանկացած ելքի դեպքում, մի այլ իրականության, որը տարբերվում է հունիսի 7-ի իրականությունից։ Կարծում եմ, այո, դա իմ կարծիքն է։ Ես չգիտեմ ինչպես կլինի այնուամենայնիվ, բայց ամեն ինչ խոսում է դրա մասին։ Պարոն Քոչարյան, այսօր ըստ էության արտաքին քաղաքականության մասին խոսենք, Ռուբիոն բացեիբաց հայտարարեց, որ TRIP-ը նույն միջանցքն է, այնինչ ասում էին մեր փորձագետները, միջազգային փորձագետները, այնինչ հնչում է Ադրբեջանից, որ նույն միջանցքն է, ինչ անուն ուզում եք տվեք, բայց այս նախընտրական շեմին ՔՊ-ն ակտիվ քարոզում է, որ չկա միջանցքային տրամաբանություն, դա ուղղակի ճանապարհ է, մի բան էլ այսպես ասած ծաղկացրած։ Հա, ծաղկացրած։ Ինչի՞ եմ ասում, թող Ռուբիոին ասի, Արարատ Միրզոյանը, որ այն օր իրեն բարձրամբյոններից չգիտեմ ինչեր էր ներկայացնում։ Թող գնա Ռուբիոին ասի, գործընկեր Ռուբիոն։ Ըստ էության Ռուբիոն հայ հասարակությանը տեղեկացնում է, որ դա միջանցք է, խոսում են, ասում են, Սենատում այդ մասին քննարկվում է, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել։ Սա հասկանում ենք բոլորս, որ որոշակի նախընտրական տրամաբանություն ունի, բայց այնուամենայնիվ, եթե իշխանությունը կարողանում է հաղթանակ տանել, ինչպես է հասարակությանը այս ամենը բացատրելու, թե օրինակ այնպես ինչպես շատ դեպքերում Ինչպես է բացատրում, որ Արցախում պարտվել են, բայց դա հաղթանակ է։ Ինչ է, այս իշխանությունը ինչ ուզում են ասում է։ Որ ասում է դու էլ ասա։ Այս սկզբունքով այս իշխանությունը միայն ասում։ Խնդիրը նրանում է, թե ինչքան մարդ է հավատում, հա, դրան։ Պարզ է, որ սկզբից շատ-շատերն էին հավատում, հետո դա պակասեց, հետո ավելի պակասեց, հիմա ավելի քիչ է։ Խնդիրը նրանում է, դա 10-15%-ն է, դա 30%-ն է, դա 70%-ն է։ Եվ չենք կարող չխոսել նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով լսում ենք հայտարարություններ, արդեն ունենք սահմանափակումներ տնտեսական մասով եւ այսօր իշխանությունը որոշեց նվեր անել հասարակ գյուղացուն աջակցության ծրագիր է անում։ Իհարկե դա որոշակի չափով նախընտրական, այսպես ասած, աջակցություն է իրենց վարկանիշը բարձրացնելու համար, ինչպես նաև ընտրողին իրենց կողմը գրավելու համար, բայց ընդհանուր առմամբ որ դիտում եք այս ամենը, հա, այս հայ-ռուսական աջակցության փաթեթ են ընդունում, որով պետք է ֆինանսավորեն այն մարդկանց, ովքեր տուժել են հունիս ամսին արտահանումների սահմանափակումներից։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, այդ եմ ուզում հասկանամ։ Հա, ինչպես է շարունակվելու։ Տեսեք, ըստ էության իշխանության ներկայացուցիչները ասում են, որ տեսեք, այս ամենը պայմանավորված է նրանով, որ ընտրություններ են, Ռուսաստանը ուզում է որոշակի չափով ազդել մեզ վրա։ Այ հունիսի 8-ից հետո ինչ ելք է լինի, անգամ իրենց հաղթանակի դեպքում կփոխվի ամբողջ ռետորաբանությունը։ Դուք ինչ կասեք։ Ես իրենց ռուս գործընկերների, քանի որ Նիկոլ Փաշինյանը, այո, ես լսել եմ, ես կգնամ եւ ամեն ինչ կշտկեմ։ Ռուսները նման դեպքերում ասում են ֆլագ իմ в руки։ Ֆլագ իմ в руки, թող գնա շտկի։ Իսկ հնարավոր է։ Կամ ինչ հետևանք կունենա, որովհետև ցանկացած դեպքում տուժում է հասարակ տնտեսվարողը, գյուղացին։ Այո, տուժում է, այո, սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տուժում։ Պարզ է, որ իշխանավորը, որը ստանում է տասնյակ միլիոնավոր պարգևավճար, ենթադրենք ելակի կամ ծիրանի թանկացումից դա չի զգալու իր գրպանի վրա։ Գազի թանկացումից չի զգալու իր գրպանի վրա, դա սովորական քաղաքացին է զգալու։ Շատ լավ։ Դրա համար քաղաքացին թող ունի շանս 5 տարին մեկ որոշելու, թե ով է իրեն պետք։